Մի անգամ էլ բարև ձեզ։ Այսօր խոսում ենք 2022 թվականի Նոբելյան մրցանակի մասին ֆիզիկայից։ Այս Նոբելյան մրցանակի 3 գիտնականներից երկուսը շատ շուտ են իրանց անելիքը արել, սենց ասած։ Ալայն ասպեկտ ու Ջոն Քլաուզերը ոնց որ 70-ական, 80-ականներին են իրանց ներդրում ունեցել այս խնդրի լուծման մեջ, իսկ երրորդ գիտնականը միջև 2018 թվականները տենց լիքը փորձեր է իրականացրել, ոնց որ Նոբելյան մրցանակը այն ժամանակ են տալի, ոնց որ միշտ ասում եմ նախորդ Նոբելյաններին, երբ որ բազմաթիվ գիտնականներ տարբեր էքսպերիմենտներով ապացուցում են այդ փաստերը, ու երբ որ վերջնականապես համարյա 100%-ով ապացուցված է ամբողջ աշխարհի գիտական համայնքը համաձայն է այդ եզրահանգումների հետ, այդ ժամանակ Նոբելյան մրցանակ են տալիս։ Ու տենց շատ երկար է տևել, մինչև այս բաները վերջնականապես ապացուցվի, նենց որ բոլորը համոզվեն ու կասկածներ չմնա։ Այս քվանտային ֆիզիկայի ոլորտում է այս բացահայտումները, ու քվանտային ֆիզիկան 1900-ականներից է սկսել, որ մարդիկ տենց բաներ են նկատել տարօրինակ, ու նոր ուղղություն է բացվել քվանտային ֆիզիկան։ Հիմա անցնենք մեր մյուս էջին, չեմ կարող էկրանը փոխեմ, իվարկյանեք, ուրեմն, եթե տեսել եք ծովի ալիքներ, ծովի ալիքները սենց բարձանում իջնում են, ու մի հատ սենց որ բան պատկերացնեք, այս ոնց որ նկարում ցույց եմ տալի, երբ որ ստե պատ է, ու երկու հատ արանք է բաց թողած, ու երկու կողմից սենց ալիքներ են գալիս, ինչ որ կետերում այս ալիքները իրար հետ ոնց որ հատվելու են, կպնելու են երկու եկած ալիքները իրար, պատկերացրեք ծովի երկու կողմից ալիքներ են գալի, իրար հանդիպում, ինչ որ մասերում ալիքները վերև են լինելու, ինչ որ մասում ներքև, չէ։ Այն կետերում, երբ որ երկու ալիքներն եկող վերևի մասում են, իրար ուժեղացնելու են ու ավելի վերև բարձրանան։ Իսկ երբ որ հակառակ ուղղությամբ ալիքը, այն ձախ կողմի ալիքը ցածր է, աջ կողմի ալիքը վերև է, այդ հատման մասում ցույց հավասարեցնելու են իրար, ոնց որ դրական բացական զրոյացնում են։ Ու հիմա պատկերացրեք, ունենք մի հատ պատ, պատի վրա երկու հատ անցք ասած բացած, ու մենք լույս ենք գցում այդ պատի վրա։ Ինչա լինելու։ Ինչ որ մեկը կարա ձեր բարձրացնի ու ասի, թե իր կարծիքով եթե լույսի մասնիկները ֆոտոնները ասես կրակենք այդ պատի վրա, ինչա լինելու պատի մյուս կողմում, ինչ պատկեր ենք տենալու։ Պատկերացրեք գունավոր են ֆոտոնները, երբ որ անցնում են այս պատի ցենկով, մի հատ թուղթ է դրած, թղթի վրա իրանք կպնելու են այդ թղթին, ու մենք տենալու ենք, որ մի ֆոտոնը որտեղ կպավ։ Հիմա ինչ պատկեր է լինելու ձեր կարծիքով այդ թղթի վրա։ Կամ օղակներ կստացվեն։ Օղակներ այս անցքերը, բանը պատկերացրեք ուղիղ են։ Այ վերքանեք լավ նկար գտնեմ։ Կլոր անցքեր չի պատի վրա, էլի այսենց։ Դեք այսպես պատա, երկու հատ տեղա բաց թողած, դուղացած կրակում են, այս հետևն էլ թուղթն է դրած, որի վրա նկարվում է։ Ուրեմն երևի զուգահեռ գծեր, բայց երկուսից ավել։ Խի երկուսից ավել։ Դե ձեր ասած ռեզոնանսի հետևանքով, որ մասում որ վերածածկում լինի, այդտեղ ավելի լուսավոր կլինի, եթե ճառագայթային տեսությամբ նայենք լույսի։ Ահա, այսինքն, ստեղից սկսում է քվանտային ֆիզիկան։ Ըստ տրամաբանությամբ, որ նայում ենք, եթե ֆոտոնը գնդիկ է, պատկերացրեք գնդիկներ։ Գնդիկները որ խփեինք այս պատին, թող կամ այս արանքով էր անցնելու, կամ մյուս արանքով, ոնց որ կամ այս արանքով անցնելու էր պատի այս մասին կպներ, կամ այս արանքով այս մասին։ Ու պատի վրա ասենց այս հետևի թղթի վրա երկու հատ ասենց գիծ էր լինելու էս։ Աչով անցած ֆոտոնների մասը ու ձախով անցած։ Այս նկարն է ավելի կոնկրետ։ Քվանտային ֆիզիկա։ Այսինքն պատկեր էր լինելու երկու հատ գիծ։
բայց շատ տարօրինակաբար ստացվում էր այն պատկերը, որը կստացվեր ալիքների դեպքում։ Ստացվում էր այդ պատկերը ինչ որ տեղերում լուսավոր, այսինքն ինչ որ տեղերում լուսավոր ու գնալով sense ինչ որ գծեր ա լինում լիքը, այս ավելի ճիշտ նկարը։ Ֆոտոնները կրակում են, արանքներով անցնում, այսինքն գծեր ա լինում։ Ինչ ենք սրանից եզրակացնում։ Եզրակացնում ենք, որ օքեյ, ֆոտոնը ուրեմն մասնիկ չի, գնդակ չի մեր պատկերացնելով, այլ ալիք է։ Իրան պահում է ալիքի նման։ Ոնց այդ ծովի ալիքը իրան կպահեր, նույնպես այս ֆոտոնն է իրան պահում։ Ու ալիքը պարտադիր չի ծովի ալիք լինի, էլի կարա չգիտեմ, էլեկտրամագնիսական ալիք լինի, ճառագայթում լինի եւ այլն, պետք չի դրա մեջ խորանալ։ Բայց դա տարօրինակությունը նոր է սկսվում։ Սա հասկացանք, օքեյ, հա, ֆոտոնը ալիք է։ Տարօրինակ բան չկա։ Տարօրինակ բանը առաջանում այն ժամանակ, երբ որ ասում ենք լավ, արի բան անենք։ Մի հատ նայենք, թե այս ֆոտոնը, այս բաներից ինչ են ասում, անցքերից որ մեկով է անցել։ Արի մի հատ դաչիկ դնենք, որը կստուգի, այս անցքով անցավ ֆոտոնը, թե այն անցքով անցավ ֆոտոնը։ Հիմա ասես դաչիկ են դնում, ու այս դաչիկը գրանցում է, որ մի կողմով անցավ ֆոտոնը, որ պատկերացնեք էլ, էստե ընկած այս մասում ընկած ֆոտոն օրինակ ստեղից եկավ, ստե ընկավ, թե ստեղից եկավ, ստե ընկավ։ Ու ինչա դառնում, երբ որ այդ դաչիկները դնում են ու միացնում են այս լույսը, ստացվում է տարօրինակ բան։ Այս ներկի վրայի պատկերը փոխվում է։ Փոխվում է, այսինքն երկու հատ գիծ է դառնում։ Ինչ է այդ նշանակում։ Հենց սկսում ես ֆոտոնին հետևել, նայել թե ինքը որտեղով անցավ, ինքը իրան սկսում է պահել գնդակի պես, սովորական գնդակը ոնց կլներ, ոչ թե ալիքը։ Ու սրանից է գալի դպրոցի ֆիզիկայում, որ անցել եք, ասում են լույսը համ ալիք է, համ մասնիկ է։ Երբ որ իրան չես հետևում, ինքը ալիքի պես է իրան պահում։ Երբ որ սկսում ես հետևել, իրան մասնիկի պես է պահում։ Ստեղից ու լիքը բաներ տարօրինակ հարցեր առաջացան, մարդիկ չէին հասկանում ոնց կարա տենց լինի, կարճ ասած, բայց քվանտային ֆիզիկան զարգացավ ու լիքը բան հասկացավ, լիքը միֆեր ստեղից ծնվեցին, որ ասում էին, հա, տեսեք, մարդու գիտակցությունն է այդ, որ մարդու գիտակցությունն է ազդում մասնիկի վրա, որ մասնիկը բանից, ալիքից դառնա հենց մասնիկ, ֆոտոնը ալիքից դառնա մասնիկ, իսկ մարդու գիտակցությամբ է իրականությունը ստեղծում, բայց ոնց որ ցույց է տալիս, որ մարդու գիտակցությունը այս ամենի հետ կապ չունի, ուղղակի երբ որ ուզում ես հասկանալ որտեղ է այդ մասնիկը, պետք է իր վրա ազդես։ Երբ որ չես ազդում իր վրա, ինքը ալիքի պես է պահում, երբ որ ազդում ես, սկսում է մասնիկա դառնում այդ պահին։ Ու առանց ազդել չես կարող տենաս ինքը որտեղ է, էլի տեղագիտակցության կապը մենակ, որ գիտակցաբար, եթե ինչ-որ սարք դնես ընդես ստուգի, պետք է ազդես, առանց ինչ-որ բանի վրա ազդել չես կարող իմանալ ինքը որտեղ է։ Այդքան բան։ Այստեղից սկսում է քվանտային ֆիզիկան, այսքանից հարցեր կա, թե չէ։ Հարցեր չունենք։ Okay։ Հիմա ուրիշ հետարքիր մասերն է գալիս, որ քվանտները ամենասկզբում լավ չբացատրեցի ինչ են։ Քվանտները այն ամենափոքր մասնիկներն են, որ չեն կիսվում էլ, ոնց որ այդ ուրիշ տես մասնիկներ էլ կան, բայց քվանտները ոնց որ առաջացել այն ժամանակ, երբ որ Պլանկներ իմ հիշելով հասկացա, որ արևից եկող այդ էներգիան բան չի, sense ընդհանուր չի գալիս, էլի, այլ մասերով է գալի, փոքր մասերով է այդ էներգիան հասնում մեզ, ու ոնց որ հասկացա, այդ փոքր մասերը ֆոտոններն են, էլի։ Այն ամենափոքր էներգիան, ինչ կարա փոխանցի արևը մեզ, այդ մի հատ ֆոտոնն է, չի կարա կես հատ ֆոտոն ուղարկի։ Որ ամենափոքր էներգիայի չափ ունեցող այդ մասնիկը ֆոտոն ենք անվանում։ Հա, լույսի դեպքում ֆոտոն ենք անվանում, որը քվանտ է։ Ուրիշ քվանտներ, էլեկտրոններ է քվանտ, ու դե ուրիշ լիքը քվանտներ կա, որին դեռ ես ծանոթ չեմ, նաև հավանաբար քվանտներ կա, որ մարդիկ ծանոթ չեն։ Տարբեր քվանտներ կա, որ տեսականորեն ցույց են տվել գիտնականորեն կարա լինի, բայց դեռ էքսպերիմենտալ չեն գտել ֆիզիկոսները այդ մասնիկներին իրականում։ Ու տես լիքը այլ հետարքիր բաներ կա։
Բայց հիմա գնում ենք էլեկտրոնին։ Մնացած ամբողջ փորձերը արվել է էլեկտրոնների վրա ինչ ցույց եմ տալու, ու էլեկտրոնը ունի մի հատ պարամետր, որի անունն է spin, դա ցույց տամ։ Ըստ հեշտ հասկանալու համար spin-ը ենթադրենք իր բանն է, պտտվելու ուղղության առանցքն է։ Իրականում չեն պտտվում էլեկտրոնները, բայց այդպես բացատրելը հեշտ է։ Պատկերացրեք, երբ որ ինքս ժամացույցի սլաքի ուղղությամբ է պտտվում, իր spin-ը ասում ենք վերև է։ Երբ որ ժամացույցի հակառակը պտտվում, ասում ենք spin-ը ներքև է։ Կարճացած էլեկտրոնը կարող ունենա կամ spin-ը վերև, կամ spin-ը ներքև։ Այդ երկու տարբերակը կարող ունենա։ Ու մի հատ սարք կա, որը որոշում է, թե էլեկտրոնի spin-ը որ կողմ է։ Վերև է թե ներքև է։ Ու այս սարքը որ միացնում է, ասենց այս սարքը սլաքը պատկերացրեք, սև սլակն է, որ ինչ որ մագնիսական սարքը, որը մագնիսական դաշտ է առաջացնում, ու այս էլեկտրոնները դե այդ spin-ը ոնց որ ազդվում է մագնիսական դաշտից, ու երբ որ այս սարքի մեջով անցնում է, վերև spin ունեցող էլեկտրոնները գնում են դեպի վերև, ներքև spin ունեցող էլեկտրոնները գնում են դեպի ներքև։ Ու այս սարքի տեսքն է։ Ստա պիտի որ ցույց տա, ոնց է աշխատում։ Կարծես հենց որոշում են spin-ը որ կողմա ուղղված, վերև թե ներքև։ Բայց դա հետաքրքիր մասը որն է։ Քվանտային ֆիզիկայում, ոնց ասացինք, երբ որ մասնիկին չես չափում, ինքը դեռ մասնիկ չի, ինքը ալիքի պես է իրան պահում, ու այս էլեկտրոնները իրանց spin-ը որոշվում է այն ժամանակ, երբ որ իրան չափում ես։ Երբ որ չես չափում, իր spin-ը համ վերև է, համ ներքև է։ Այդ շատ դժվար է մարդու ուղեղի համար ընկալելը, ոնց կարա երկու բան միաժամանակ լինի։ Բայց փաստացի այդ տենց է։ Ոչ թե մենք չգիտենք, դա ներքություն, ոչ թե մենք չգիտենք վերև է թե ներքև է, այլ չկա ուղղակի spin-ը ոչ վերև, ոչ ներքև, երկուսն էլ է։ Ու նման բաներ շատ կա քվանտային ֆիզիկայում։ Ամենահայտնի օրինակը Շրոդինգերի կատվի էքսպերիմենտն է մտավոր։ Սա ասեմ այդ ինչա։ Որ լսել եք ռադիոակտիվ նյութերի մասին երևի։ Ռադիոակտիվ նյութերը դպրոցում ոնց որ անցնում են 9-րդ կամ 10-րդ դասարանում կամ մի քիչ բարձր ֆիզիկայից, որ ռադիոակտիվ նյութերը բանը ճառագայթում են ինչ որ պատահական ժամանակամիջոցը մեկ, չես կարող հստակ ասես երբ է այս բանը ռադիոակտիվ նյութը ճառագայթելու, ռադիոակտիվ ատոմը ճառագայթելու։ Դա պատահական է։ Սա ամենավերջում հասնելու ենք նրան, ոնց են ապացուցել, որ պատահականություն կա ընդհանրապես, բայց պատահականությունը ինչի է բերում։ Երբ որ դու չես տենում այդ ռադիոակտիվ նյութը, դու չես կարող ասես ինքը ճառագայթեց, թե չճառագայթեց։ Ոչ մի ձև չես կարող չափես։ Ոչ մի ֆիզիկայի կանոնի դա չի հետևում։ Ու պատկերացրեք մի հատ տուփի մեջ դնում ես կատու ու դնում ես այդ ռադիոակտիվ նյութը, որը կամ ճառագայթելու է, կամ չի ճառագայթելու ինչ որ պահի։ Ու դնում ես մի հատ էլ թունավոր գազ, որ եթե հենց այս բանը ճառագայթեց, ռադիոակտիվ ատոմը ճառագայթեց, այդ թունավոր նյութը բացվում է ու կատուն խեղդվում մահանում է։ Եթե չճառագայթեց, չի բացվում այդ նյութը, կատուն ողջ է մնում։ Հիմա այդ ամեն ինչը տուփի մեջ է։ Հարց է առաջանում։ Ինչ որ պահի, եթե հարցնենք, կատուն ողջ է, թե ողջ չի, պատասխանը ի՞նչ է։ Պատասխանը այն է, որ համ ողջ է, համ մահացած։ Ու տենց էլի բարդ է դա հասկանալը, այդ ինչա նշանակում։ Բայց իրականությունն է այդ, որ եթե ամեն ինչին նայենք որպես քվանտային աշխարհ, ստացվում է, եթե դու միջև չես բացել արկղը, միջև չես նայել այդ ամեն ինչին, կատուն համ ողջ է, համ մահացած։ Ոստից տարբեր տեսություններ է իրականում ծնվել, այդ մի քանի տեզերքի գաղափարը, որ
ամեն քվանտային processor-ում տարբեր տեզերքներ են առաջանում, այստեղ ամեն տեզերքում միտեղ կատուն ողջալնում, միտեղ մահացած, բան ասած ինչ-որ բաներ։ Այդ ամեն ինչը էլի գիտության մասան էս չի հորինվածքները, որտեղ բոլոր կանոններին ֆիզիկայի հետևում այդ տեսությունները, բայց այդ տեսությունների խնդիրը նա որ չես կարող ապացուցես։ Իսկ գիտությունը ոնց որ ընդունում ամենակ այն ամեն ինչը կարաս ապացուցես, էլի։ Բայց շատ չխորանանք դրա մեջ։ Այսքանը զուտ այդ համ մահացած լինելու, համ ողջի հետ կապված ու դրան անվանում են սուպերպոզիցիա, եթե չասեցի։ Այդ այնա, երբ որ երկուսն էլ միաժամանակ, օրինակ այս սպինը համ վերևա, համ ներքև, ասում են, որ ատոմը գտնվում է, էլեկտրոնը գտնվում է սուպերպոզիցիայի մեջ, նույնիսկ դե կատուն է գտնվում սուպերպոզիցիայի մեջ։ Ու այս սարքը օգնում է, որ այդ սուպերպոզիցիայից հանես ու ինքը ընտրի որ կոմա գնալու։ Ու այստեղ գալիս է այն բանը, որ սպինը ստացվում է ինքը որոշվելու է կամ սպինը ներքև է լինելու, կամ վերև է լինելու։ 50-50% հավանականություն ունի։ Կամ վերև է գնալու, կամ ներքև է գնալու։ Այս սարքը դրա համար է, որ համ ստեղծում է որ կոմա սպինը, համ դու տենում ես այս որ կոմի սպիներ։ Հիմա հետարքիր է։ Եթե բերենք այս սարքից մի հատ էլ վերևը դնենք, այս սրա, ու մի հատ էլ ներքևը կպցնենք այսպես իրար։ Ինչ է լինելու։ Սրա մեջով, որ երբ որ գա անցնի էլեկտրոնը, եթե սկսի այս ներքևով գնալ ինչ է նշանակում, նշանակում է իր սպինը ներքև է։ Եթե իր սպինը ներքև է, այդ ինչ է նշանակում։ Նշանակում է, որ այստեղ էլ ներքևով պետք է անցնի, որտեղ ներքև է սպինը, արդեն գիտենք։ Որտեղ այս գծով գիտենք արդեն գալիս են ներքև սպինով։ Ու սա որ էքսպերիմենտալ փորձարկում են իրականում տենց է։ Տենում են, որ IS մի դետեկտորը, որը տենց ֆիքսում է եկավ այս էլեկտրոնը ստե հասավ, թե չէ։ Տենում են, որ երբեք չի գրանցում, որտեղ ստե հասել են ներքև սպինովները, որոնք ներքև են գնալու մեկը։ Նույն ձև վերև գնացողները գալու են ստեղ վերև են գնալու, որտեղ իրենց սպինը վերև է, ներքև չեն գնալու։ Կարճ ասած, այս երկու տեղը չի գալի ոչ մի էլեկտրոն, ուսած ցույց են տալի, որ ամեն ինչ ճիշտ է աշխատում այս սարքերում։ Այսքանից հարցեր ունենք, թե առաջ գնամ։ Ոնց ասեցի, եթե հարցեր եք ունենում, տվեք հարցերը։ Այստեղ բայց ուրիշ դժվարություններ էլ առաջանում։ Այս ամեն ինչը սենց է, երբ որ այս սարքը, որը չափում է սպինը, ուղղված է այն ուղղությամբ, որով ուղղված է էլեկտրոնի սպինը։ Իսկ երբ որ սա վերև սպին ունի էլեկտրոնը, որ եկավ, վերև ուղղված սարքի մեջ ինքը վերև է գնալու։ Այդ ոնց որ տենց հստակ է։ Բայց եթե այս սարքը պտտենք, ինչ է լինելու։ Պատկերացրեք, այսպես պտտում ենք սարքը։ Ու ոնց որ ֆիզիկոսները դրել անընդհատ sense էքսպերիմենտներ են արել, տեսել են ինչ է ստացվում, ու արդյունքը այն է, որ ինչ որ պատահականություն է այդտեղ էլի առաջանում։ Երբ որ վերև սպինով էլեկտրոնը գալիս է սրա մեջ է մտնում, որ 99% հավանականությամբ գալիս է այս վերև, եթե մի աստիճան ենք թեքում այս սարքը ընդամենը։ Ու շատ փոքր հավանականությամբ իջնում է ներքև, ինչ որ երբեմն, ասենք եթե 1000 հատ էլեկտրոն կրակես, ստեյկացներից մի հատն է ստե մտնելու օրինակ, ստե 999 հատը։ Ու գնալով ինչքան շատ ես թեքում, այնքան հավանականությունը սրա նվազում է, որ ստե կընկնի, սրա հավանականությունը մեծանում է, որ ստե կընկնի։ Ու sense տարբեր աստիճաններով դրել են, sense փորձարկել են 170 աստիճան եւ այլն, ու sense ինչ-որ գրաֆիկ է ստացվում։ Բանաձևից մի վախեցեք, գրաֆիկից մի վախեցեք։ Ուղղակի ես ցույց է տալի, որ երբ որ իրանց մեջի, այսինքն սրա թեքվածությունը 0 աստիճան է, այս սարքի, 100% է, որ գալու է այս կարմիրի մեջ, ու 0% է, որ գալու է կապույտի մեջ։ Ու երբ որ քիչ-քիչ աճ ես գնում, այսինքն աստիճանը մեծացնում ես, այս կարմիրի մեջ ընկնելու հավանականությունը փոքրանում է, իսկ գնալով իջնում է, իսկ կապույտինը մեծանում է։ Ու երբ որ 90% լինի, այսինքն քո էլեկտրոնը վերև է ուղղված, քո սարքը սենց է դրած, 90 աստիճանով, ստացվում է 50-50։ Նույն պատականությունն է ստացվում, 50% կամ վերև է գնալու, կամ ներքև է գնալու։ Ու սենց շարունակվում է նույն ձև գալիս է 180 աստիճանը դառնում է լրիվ հակառակ,
Եթե spin-ը վերև լինի, գալու է մեջով անցնի, դառնա ներքև, որտեղ ներքև լինելու հավանականությունը էլի 100% է, կապույտն է, որ ներքևինն է։ Կարմիրինը 0% է, որը վերևինն է։ Երես մի քիչ կարող է առաջին անգամ համար բարդ է, շատ եմ նայես, դրա համար ինձ հեշտ թվում, բայց ռոզի հասկանալի է։ Հարցեր ունեք ստեղից։ Չունեք։ Ստեղ հիշացնեմ, որ հələ չենք խոսացել պատականությունը, որ այդ ինչ է, ոնց կարող պատականություն լինի։ Ուղղակի էքսպերիմենտները ցույց են տալի, որ տենց է։ Հա, ստեղ այս ամեն ինչը ուսումնասիրելուց երկու ոնց որ փիլիսոփայական մոտեցում կա։ Առաջինը այդ պատահականությանն է, որ համաձայնում ես, որ կա պատահականություն, երկրորդը կոչվում է դետերմինիզմ։ Դետերմինիզմը այնա, որ ասում է, եթե դու գիտես ամբողջ աշխարհի, ասենք, ատոմները որտեղ է գտնվում, որ մի քվանտը որտեղ է, չգիտեմ, որ մի մոլեկուլը որտեղ է, ու գիտես որ ուղղությամբ է շարժվում, գիտես բոլորի զանգվածները եւ այլն, ամեն ինչ գիտես, կարաս գուշակես, թե մի վայրկյան հետո ինչա լինելու ոնց որ որտեղ ամեն ինչ ֆիզիկայի կանոնների է հետևում, կարաս մի հատ մեծ բանաձև ստեղծես, որ բոլոր ֆիզիկայի կանոնները մեջը կան, ու գուշակես մի վայրկյան հետո ինչ ալնելու։ Նույնիսկ կարաս գուշակես 10 վայրկյան հետո ինչ ալնելու։ Ոնց որ ամեն ինչ կանխորոշված է սկզբնական կետից, այդ սկզբնական պարամետրերից ու ֆիզիկայի կանոններից։ Դա է դետերմինիզմը։ Որ այդ ավելի հեշտ պատկերացնելու համար ասում են 3 հատ գնդիկ ունես, 3 հատ գնդիկի ուղղությունները գիտես, իրանց զանգվածները գիտես։ Դու կարաս ասես մի վայրկյան հետո այստեղ ալնելու, այստեղ ալնելու, այստեղ ալինելու, եթե սրան խփի ես ուղղությամբ ա գնալու, այն ուղղությամբ, ու դա պատկերացրեք 3 հատի տեղը ամբողջ տիեզերքի մոլեկուլները ու ատոմները տենց վերցնես։ Դա դետերմինիզմն է, որ ասում է ամեն ինչ ունի պատճառահետևանքային իր կապը, որի հետևորդն էր Էյնշտեյնը։ Իսկ մյուս ուղղությունը, այն ուղղությունը ասում էր, չէ, ամեն դեպքում կա պատահականություն, որ ոչ մի ֆիզիկայի կանոն չի ենթարկվում ու պատահական է դա տեղի ունենում։ Ու այդ առիթով լսած կլինեք, Էյնշտեյնը ասում էր, Աստված զառերով չի խաղում, բայց բանը, ինչքան հիշում եմ Բորը, ով իր հետ էր աշխատում, պատասխանում էր, որ դու մի որոշի Աստված ինչ անի, հա, Էյնշտեյն ջան։ Այդտենց մեծ կռիվ կար ֆիզիկոսների մեջ 20-րդ դարում էլի, սա 1900-ական թվականներին, միջև որ այս ինչ արել են այս Նոբելյան մրցանակի համար, արել են ու հասկացել են ով էր ճիշտ, պարզվեց Էյնշտեյնը ճիշտ չի։ Էյնշտեյնը ամբողջ կյանքում սխալվում էր այս հարցով եւ աշխարհը դետերմինիստիկ չի ու կա պատահականություններ։ Այսքանից հարցեր։ Ես արդեն վախենում եմ, որ հարցեր չեք տալի։ Այս վիդեոյի մեջ ոնց որ էլ ձեզ ցույց տալու բան չկա։ Ասենք հենց Նոբելյանի այս վիդեոն։ Մյուս ամենատարօրինակ բանն ենք սկսում։ Ամենատարօրինակ երևույթն է տիեզերքի։ Անցած նոբինարներին խոսում էինք, որ այդ հարաբերականության տեսության մասին, Էյնշտեյնի տեսության մասին եւ այլն, ու այդ տեսությունը ինչ է ասում։ Ասում է, որ ոչ մի բան տիեզերքում չի կարող շարժվի լույսի արագությունից արագ։ Ամենաարագ բանը լույսն է։ Ու տիեզերքը թույլ չի տալի, որ իր մեջ լինի ավելի արագ բան, քան լույսն է։ Ու այստեղ քվանտային աշխարհում կա մի բան, որը փորձում է այդ կանոնը խախտել, իհարկե չի խախտում, բայց մարդիկ մտածում են խախտում է, որովհետև շատ լավ չգիտենք տիեզերքը ոնց է աշխատում։ Ու դրա համար Էյնշտեյնը այս ամեն ինչին չէր հավատում, սա հասկանանք ինչին։ Ուրեմն կա quantum entanglement ասվածը, որը հայերեն քվանտային խճճվածությունն է։ Այդ ինչ է իրանից ենթադրում, որ ինչ որ ձև, երբ որ երկու քվանտ իրար հետ շփվում են, չգիտեմ ինչ են անում, իրար վրա ազդում են ու սկսում են հեռանալ իրարից։ Այս վիդեոն ոնց որ ցույց է տալիս իրեն։ Պատկերացրեք այս մեջտեղի սարքը,
կարող է ամեն կողմ մի հատ էլեկտրոն կրակի, մի հատ ձախ, մի հատ աջ։ Նենց, որ այս էլեկտրոնները միջև հետ իրար հետ ոնց որ կապ են ունեցել, ինչ որ ձև, դա կապ չունի, էլի բարդ թեմա է։ Ու ինչա լինում հետևանքով, այս ամեն կողմ դնում են այս սարքից, որ սպինն է որոշում այս էլեկտրոնի։ Ոնց ասեցինք, այս սարքի մեջ մտնելուց առաջին անգամ իր սպինը տեղում է որոշվում։ Ինքը չունի միջև հետ սպին, միջև հետ սուպերպոզիցիայի մեջ է։ Իր սպինը համ վերև է, համ ներքև է։ Պիտի իրան չափես, որ որոշի վերև է, թե ներքև է կոնկրետ։ Դրանից ինչ կարելի է ենթադրել, որ այս աջ կողմ գնացող էլեկտրոնը գալու է մտնի սրա մեջ 50% հավանականությամբ կամ վերև գնա կամ ներքև գնա։ Իսկ այս ձախինը գալու է մտնի սարքի մեջ, էլի 50% հավանականությամբ կամ վերև գնա կամ ներքև գնա։ Այդ պատկերը պետք է տենանք ըստ տրամաբանության։ Միջևս ինչքան հասկացել էինք, բայց ինչ է լինում, պետք չի պատտել։ Դրա նկարը։ Վերջնանք։ Լավ, ինչ է լինում, առանց նկարի ցույց տամ։ Էսի երբ գալի մտնում է սրա մեջ, ու ասենք 50% հավանականությամբ գալիս է ներքև, իսկ սպինը լինում է ներքև, այս կողմ եկած էլեկտրոնինը 100% հավանականությամբ լինում է վերև։ Սրա լրիվ հակառակը։ Եթե սա ներքև է գնացել, սա առանց սրան նայելու կարանք ասենք, որ սա վերև է գնացել։ Նույն ձև, եթե սա վերև է գնացել, հաստատ կարանք ասենք, որ սա ներքև է գնացել։ Ինչը ստացվում է, մեկը պատահական ընտրում է, որ կողմ է գնալու, վերև թե ներքև, իր սպինը վերև ալնելու թե ներքև, այս մյուսը դրան ասում է լավ, ես էլ հակառակ կողմ կգնամ։ Այսինքն, եթե քո սպինը վերև է, իմ սպինը ներքև պետք է լինի։ Այս խճճված երկու քվանտի մասին է խոսքը։ Չենք խորանում ոնց են իրար հետ խճճում, ձև կա խճճելու, բայց երկու հատ մասնիկ հեռանում են իրարից։ Հիմա հարց է առաջանում, օքեյ, եթե այս մեր եղբայրը ընտրեց, որ ներքև է գնալու, ստացվում է ինչ որ ձև ինքը ինֆորմացիա պետք է ուղարկի այս մեկին, ասի լսի։ Ես ներքև գնացի, եթե քեզ չափեն, դու վերև կգնաս։ Տենց է ստացվում։ Թե չէ ոնց պետք է էսի ջոկեր որ վերև պետք է գնա։ Ու այս աշխատում է այն դեպքում, երբ որ այս քվանտները միլիարդավոր կիլոմետրեր հեռու են իրարից, կապ չունի ինչքան հեռու են։ Ինչքան հեռու տարոզում ես այս դիր քվանտներին իրարից հեռու։ Տար մեկը մի գալակտիկա եմ դիր, մյուսը ուրիշ գալակտիկա եմ դիր։ Սրան եթե չափել ես ընկավ ներքև, սա վերև է գնալու։ Ու ստացվում է, որ էսի կարացավ սրան ինֆորմացիա ուղարկի միլիարդավոր կիլոմետրերից հեռու միանգամից։ Սա միանգամից է լինում։ Երբ որ սրանց միաժամանակ չափում ես, սա միանգամից վերև է գնում, սա միանգամից ներքև է գնում։ Ժամանակ չկա էլի, որ ասես իրար ինֆորմացիա փոխանցեցին։ Ու սենց շատ տարօրինակ է այս ամեն ինչը, էլի։ Եթե լույսից արագ բան չկա, սրանք ո՞նց են իրար ինֆորմացիա փոխանցում լույսից արագ։ Դրա համար Էյնշտեյնը չէր հավատում այս ամեն ինչին։ Չի կարա նման բան լինի։ Բայց էքսպերիմենտները ցույց են տալու կարա լինի։ Ու դրա համար Էյնշտեյնը ու իր հետաշխատողները, ովքեր դետերմինիզմի կողմնակիցն էին, տեսություն առաջ բերեցին, որ ասում են, լսի, հավանաբար այս էլեկտրոնները, որ հելնում են, իրանց մեջ արդեն ինֆորմացիան ունեն, որ այս սա գիտի, որ եթե ինչ չափեն ես ներքև եմ գնալու, եթե ինչ չափեն ես վերև եմ գնալու։ Որ նախորոք պայմանավորվում են իրար հետ ճակերտավոր, թե մեզ չափեն, մենք որ ուղղությամբ ենք գնալու։ Ոչ թե տեղում այստեղ պատահական ընտրվում է 50-50 վերև գնան, թե ներքև։ Այս ու դա կոչվեց գաղտնի թե թաքուն, գաղտնի փոփոխականների տեսություն, որ ասում են այս էլեկտրոնները իրականում տենց ինչ որ ձև գիտեն իրանք որ կողմ են գնալու, մենք չենք կարող հասկանանք, չենք կարող չափենք նախորոք որ ուղղությամբ է գնալու, բայց իր մեջ կա գրած։ Ու տենց առաջացավ երկու տեսություն։ Մեկը Էյնշտեյնի տեսությունը, չգիտեմ, Էյնշտեյնին են ասում, թե ուրիշ կարող է գիտնականա հիմնադիրը, բայց Էյնշտեյնն էր հետևում այդ տեսությանը, ասում էր իրանց մեջ նախորոք միջև իրանք ստեղից հելնելուց նախորոք որոշում են ով որ կողմ է գնալու։ Դրա համար էսի երբ որ ներքև է գնում, սա վերև է գնում, երբ որ սա վերև է գնում, նա ներքև է գնում։ Մյուս տեսությունները ասում էր չէ։ Նախորոք ոչ մեկ ոչ մի բան չի որոշել։ Նախորոք այս էլեկտրոնը չգիտի որ կողմ է գնալու։ Երբ որ սրանք իրար հետ
ստեղ էին, իրենք չգիտեին, որ ուղղությամբ են գնալու։ Երբ որ եկան, հասան այս չափող սարքին, սարքը չափեց, այդ ժամանակ ինքը պատահական որոշում է վերև գնա թե ներքև։ Սա էլ ինչ որ ձև չգիտենք ոնց, ինչ որ ձև որոշում է, որ սրա հակառակ ուղղությամբ է գնալու, եթե սա ներքև գնաց, ինքը վերև է գնալու։ Միջև Համերի ջան հարցը տուր։ Այս ամենը որ բացատրում էի, գիտես ինչ եկավ մտքիս, Interstellar-ը նայեցաք։ Այո։ Բանը ես հիշում եմ վերջում, որ այդ իր աղջկա M տարով է, չեմ հիշում անելը, բայց ամենավերջում, որ հայտնու այդ սև խորոշների մասում ու կապա չէ հաստատում իր աղջկա հետ, նենց նման էր այդ պահի վրա, որ ասում ես անկախ բանից ազդում է իր վրա, ու տեղեկատվության փոխանցում է, էլի, տարածության ժամանակից անկախ։ Ես երբ գիտեմ, դա ֆանտաստիկայի ժանրից է, բայց այնքան նման էր, որովհետև երբ որ այդ ֆիլմի սցենարում օգնել է, եթե չեմ սխալվում, Thorn, ինչ որ չեմ հիշում, ինչ ազգանով Thorn անունով տենց բանով ինքը օգնել է, որ գրվի այդ սցենարը, հենց այդ պահերը, գիտական բացատրության պահերը, ու ինքը հենց Նոբելյան մրցանակակիր է, ու հենց ինքն էլ գիրք ունի գրած կարծեմ, հենց քվանտային խճճվածության սև խորոշների սենց մասին, ու կարող է դրա հետ ինչ որ կապ ունի այդ պահը։ Մերսի։ Ինչքան գիտեմ, այդ սցենարը Interstellar-ի կապ չունի այս քվանտային խճճվածությանի ֆիզիկայի հետ, ու այդ որ հերը կապնվում է, ասենց ասած, աղջկա հետ, այդ ոնց եթե հիշում եք ֆիլմից, գրավիտացիայի շնորհիվ էր, ու ոնց որ դա ավելի շատ գրավիտացիայի մասն էին շեշտում, որ գրավիտացիան այդպես տարօրինակ երևույթ, որ ինչ որ ժամանակի վրա չի ազդում, այդպես շատ խորելի չգիտեմ, բայց քվանտային խճճվածությունը չէր։ Ու իդեպ էս քվանտային խճճվածությունը շատ են ռոմանտիզացնում երբեմն, ինչ որ տարօրինակ բաներ հորինում վրան, ինչ որ բաներ փորձում արդարացնել այս բանով, բայց հեսա կհասկանանք սա ոնց է աշխատում ու խիստ սրանով այդ ֆանտաստիկայի ժանրի բաները չեն աշխատում։ Բայց հիմա լսենք Մարիամին։ Սա շատ նման է նաև Three-Body Problem-ին, չգիտեմ կարգացել եք թե չէ, ինքը տենց տրիլոգիա է, էլի ֆանտաստիկ, որտեղ այլ մոլորակայինները ստեղ սաֆոններ են ուղարկում, որոնք իրականում այ տենց ընդամենը էլեկտրոններ են, որոնց շատ մեծ արագությամբ կարողանում են կրկնեն բանանեն երկրի վրա, ոնց որ զույգ էլեկտրոնին պահում են իրանց մոլորակի վրա, ու այդ էլեկտրոնների միջոցով ստեղ ոնց որ լրտեսություն են անում, որ հասկանան ստեղ ինչ է կատարվում, զուտ այդ իրար հետ խճճված էլեկտրոնների զույգի հիման վրա։ Ճիշտ է, տենց բաներ կա, տեսություններ, ու ինչ որ չափով այս ամեն ինչի հետ է կապված քվանտային համակարգիչները, քվանտային տեղեկության փոխանցումը եւ այլն, բայց իսմա արժի դրանից խոսալ, նոր անցնել սրա ապացույցից։ Մեկ էլ կներեք մի բան էլ ավելացնեմ, նույնիսկ 3 մարմնի դեպքում, իրար շուրջ պտտվող 3 մարմնի դեպքում, այդ դետերմինիզմը միայն տեսական բան է, երևույթ է։ Իրար շուրջ պտտվող 3 մարմնի դեպքում չեք կարող կանխորոշեք, թե հաջորդ պահին իրանք որտեղ են գտնվելու։ Այդքան բարդ է այդ ֆիզիկայի բանաձևերը։ Էլ չասած, որ դա հնարավոր լինի ինչ-որ ձև անել, տենց բոլոր մոլեկուլները եւ այլն հաշվի առնելով։ Three-body problem-ը մասնավորապես նաեւ դրա մասին է, որովհետեւ արեգակնային համակարգը, որտեղ կա 3 արև, ու այդ խեղճ մոլորակը չգիտի երբ է իրանց մոտ լինելու տենց լրիվ գիշեր, երբ ամեն անգամ երբ որ այդ որոշակի ձևով այդ արևները իրար հետ վերածածկվում են, այնտեղ ինչ-որ ուժեղ կատաստրոֆաներ են լինում, որոնք իրանք չեն կարողանում predict անել, որովհետև նույնիսկ three-body problem-ը իրականում լուծում չունի։ Մերսի։ Իրականում շատ ծանոթ եմ այդ 3 մարմնի խնդրին, տեսել եմ ես վերջերս, բայց չեմ խորացել, բայց եթե համարեն քվանտային համակարգչի, հաստատ հնարավոր է լիքը մասնիկներով բաները, ինչ են ասում, համակարգերը կանխագուշակել ինչա լինելու ու անում են,
ու որի ոլորտում ես էլ աշխատում եմ, այդ սիմուլյացիաների ոլորտն է, որ պատմում էի, ու կան տարբեր տեսակի սիմուլյացիաներ, որ պատկերացնում ես ատոմները իրար հետ շփվում են, ինչ որ բաներ են փոխանցում իրար եւ այլն, սիմուլյացիաներ են անում, դրանն ինչ կլինի, օրինակ ջրի հետ, կարող են ջուր սիմուլյացիան, բայց նաեւ ավելի առաջընթացային սիմուլյացիաներ կա, քվանտային սիմուլյացիաներ, որտեղ նույնիսկ քվանտային բաներն են հաշվարկում ու կարան քվանտային սիմուլյացիաներ անեն, տնան ինչա լինելու, բայց հա, այդ շատ փոքր բաների վրա է, չես կարա միլիարդավոր մասնիկներ վեկալես ու սիմուլյացիա անես, այնց շատ մեծ ռեսուրս է պետք, որը երբեք չի ունենալու մարդկությունը։ Ասած սենա, որ այդպես սիմուլյացիաներ կա։ Այստեղ էլի շատ կարճ ասեմ, երևի լսած կլնեք Շրոդինգերի հավասարման մասին, ու Շրոդինգերի հավասարումը նրա մասին է, որ այս նույն պատահականությունն է լինում, երբ որ փորձում են էլեկտրոնի տեղը որոշել, մենք գիտենք, որ ատոմի միջուկի շուրջ էլեկտրոնը պտտվում է, ու դպրոցում տեսած կլինեք այդ պտտվելու նկարը, որ ինքը պտտվում է, բայց իրականում տենց չի, քվանտային աշխարհում էլեկտրոնը կամ չի պտտվում դրա շուրջը, այլ ինքը նույն ձև ալիք է, էլեկտրոմագնիսական ալիք է բանի շուրջ, ատոմի միջուկի շուրջ, ու երբ որ փորձում ենք ստուգենք տնանք այս էլեկտրոնը որտեղ է, էլեկտրոնը այդ դաշտում ինչ որ հավանականային տեղեր կա, որտեղ է շատ հավանական հայտնվի, որտեղ քիչ, ինչ որտեղ հայտնվում է։ Պատահական է լրիվ։ Ոչ մեկ չի կարա կանխագուշակի, որտեղ է հայտնվելու այդ էլեկտրոնը։ Ու նորից նրբությունը ոչ թե մենք չենք կարող կանխագուշակենք, որտեղ լավ սարքավորումներ չունենք, այլ ուղղակի ֆիզիկապես դա անհնար է, ֆիզիկայի կանոնները թույլ չեն տալիս։ Դա ֆիզիկայի կանոնները ասում են ինքը պատահական ինչ որ տեղ է հայտնվելու։ Պատահականը բառից բուն իմաստով պատահական էլի։ Ու այդտեղից առաջանում է Շրոդինգերի հավասարումը, որը ասում է, օքեյ, ես չեմ կանխագուշակում որտեղ է լինելու այս էլեկտրոնը, այլ կանխագուշակում եմ ոնց է սրա հավանականությունները փոխվելու։ Ու ըստ ժամանակի դու ստանում ես հավանականություններ, օրինակ հավասարման մեջ դնում ես օրինակ 10 վայրկյան հետո, ասեմ շատ կոպիտ եմ ասում, էլի, ու կարա ստանաս 10 վայրկյան հետո այս որտեղ ինչքան է հավանականությունը, որ այս էլեկտրոնը կլինի, էլի, ինչ որ sense բան։ Հավանականությունները դետերմինիստիկ են, շատ դժվար նախադասություն է թվում, բայց ոչ թե ամբողջ աշխարհն է դետերմինիստիկ, այլ հավանականություններն է դետերմինիստիկ։ Դու չես կարող ասես 10 վայրկյան հետո որը որտեղ է լինելու, բայց կարաս ասես հստակ 10 վայրկյան հետո որտեղ լինելու հավանականությունը ինչքան է։ Դա է Շրոդինգերի հավասարումն։ Ու շատ հետարքիր բան կա, որը կոչվում է քվանտային տելեպորտացիա, որը գալիս է այս երևույթից։ Ինչ է լինում, այս ասում կասես Մարիամ ջան։ Ինչ է լինում, պատկերացրեք մասնիկը կարա անցնի պատի միջով։ Ավելի կոնկրետ ասած, պատկերացրեք, երբ որ այս մասնիկը ալիք է, մոտենում է պատին, ինքը սենց կարա այս տարածքում ինչ որտեղ հայտնվի։ Տարածություն կա, ինչքան հեռու կենտրոնից, այնքան քիչ հավանականություն, որ դա ինքը կհայտնվի։ Ու երբ որ ինքը պատի հետ փոխազդում է, ինքը պետք է դառնա մասնիկ։ Ու այդ մասնիկ դառնալու պահին, եթե պատահաբար ընկնի այն հատվածում, որ պատից այն կողմ է, մասնիկը հայտնվելու է պատից այն կողմ։ Ու դա անվանում են քվանտային տելեպորտացիա, ու տենց լիքը ֆիլմերում օգտագործում են այդ հետարքիր փաստը, որ ասում է, եթե դու վազես պատի վրա, ինչ որ ժամանակ, այսինքն մի քանի միլիարդ անգամ կամ ավելի շատ հաստատ միլիարդներ տենց անվերջին հավասար քանակությամբ վազես պատի վրա, դրանցից մեկում պատին չես խփելու, պատի մեջով անցնելու ես, տելեպորտ ես լինելու, որտեղ քո բոլոր մեջի քվանտները, ինչից բաղկացած ես, շատ պատահական բոլորով որոշելու են, որ պատից մյուս կողմում պետք է հայտնվեն այդ պահին, որը տենց չարժի փորձել, որտեղ անհավանական է, որ տելեպորտ կլինեք պատից մյուս կողմ, բայց տեսականորեն հնարավոր է, դու լիքը ֆիլմերում տենց գիտության հետ կապված այդ խնդալու փաստը օգտագործում են, էլի։ Հիմա ասեք Մարիամ ջան։ Ես ուզում եի հարցնել, այդ 10 վայրկյան հետո, իրոք 10 վայրկյան հետո է, թե այդ հավանականության բաշխումը իրականում միշտ նույնն է, այստեղ ժամանակը ֆունկցիա է, թե չէ։ Լավ չհասկացա հարցը։
ինչքանով որ ես եմ դա պատկերացնում, ժամանակը տեղ իրականում ֆունկցիա չի, ցանկացած ատոմի պարագայում այդ հավանականության բաշխվածությունը, էլեկտրոնային ամպի բաշխվածության հավանականությունը ժամանակի ընթացքում կոնստանտ է։ Okay, բայց այդ էլեկտրոնը շարժվում է, չէ՞։ Ոնց որ Բայց դա ոչ մի ձևի իր հավանականության ամպը չի տեղաշարժվում իր հետ։ Այն նրանից թե ինքը կոնկրետ այս պահին որտեղ է, հավանականության բաշխվածությունը չի փոխվում։ հա, եթե նույն կետում է, հա, բայց եթե հավանականություն կա, որ ինքը մի քիչ այս կողմ կհայտնվի, ոնց որ եթե այդ կողմը լինի, արդեն այդ ամպը փոխվում է մի քիչ այս կողմ, եթե մի քիչ այս կողմը Այդ լինի։ է իմ հարցը, արդյոք դա տենց է, արդյոք այդ ամպը փոխվում է, թե չէ։ Պիտի փոխվի էլեկտրոնի դեպքում, եթե ասենք ատոմի շուրջ է պտտվում, բնականաբար այնքան չի փոխվում, որ հեռանա գնա ատոմից, բայց բնականաբար փոփոխվելը չի կարա նույնը մնա, որտեղ փոխվում է ամեն ինչ, միջավայրը, իր տեղը, ատոմի տեղը, մագնիսական դաշտ, հազարդ բան է փոխվում, էլի։ Միգուցե։ Okay։ Եկան ամեն ինչ բարդ հաստա, մենք շատ ենք հեշտացնում, բայց պետք է հեշտացնել, որ հասկանալ, էլի։ Այս sense ուրիշները այսքանից հարցեր ունեն։ Հարցեր չկա։ Okay, սրա ապացույցի մեջ ես ուզում եմ մի քիչ խորանամ, բայց քանի որ քիչ ժամանակ է մեզ մնացել, չենք խորանա։ Ուղղակի շատ արագ վրայով անցնեմ ու վերջում մի քանի ուրիշ բաներ կասեմ։ Ինչի ապացույցն է սա։ Ոնց ասացինք, երկու տեսություններ, մեկ ասում էր դե նախորոք ինքը որոշված է, Էյնշտեյնի մոտեցումը նախորոք որոշված է ու տենց է լինում, ես ասում եմ, չէ, պատահական է։ Հիմա ոնց տարբերել։ Իրականում լրիվ պատահական է սա, թե նախորոք որոշված է ու չկա պատահականություն ամեն դեպքում։ Ու ստե մի քիչ բարդ հաշվարկներ է գալի, որ ասում են ոնց ասացինք, եթե այս թեքվում է այս սարքը, իր հավանականություններն էլ է փոխվում, sense ինչ որ համակարգ են սարքում, որ այս սարքը կամ վերև է նայելու, կամ այս B ուղղությամբ է նայելու, կամ C, նույնիսկ այս սարքն է կամ վերև նայելու, կամ B ուղղությամբ, կամ C, ու sense մի հատ ցուցակ են սարքում, sense ճակերտներով նշանակում են AB, եթե սա դեպի A է նայում, այս մյուսը դեպի B է նայում։ Sense AC նշանակում է, երբ որ սա A-ը նայելու, սա C-ն է նայելու։ Sense սարքի ուղղություններն է sense գրանցում։ Ոնց տենում եք 9 ուղղություն կա, sense 9 տարբեր կոմբինացիաներ կարող լինի այս սարքերի։ Ու սա ցույց է տալի, այս մյուս ճակերտներով նշանակում են, ասենք A+, B+, նշանակում է այս էլեկտրոնը եկել է A ուղղությամբ սարքի մեջ, ու իր էլեկտրոնը վերև է գնացել, վերևը պլյուս նշանակենք, էլի, sense վերև է գնացել, ու այս մյուսն էլ եկել է B է եղել սարքը, ու այս էլ է պլյուս գնացել, այդ է նշանակում, դա փաստն է, որ եթե տենց եղավ, գրում ենք A+, B+։ A+, B- նշանակում է A-ի մոտ մինուս է գնացել, A-ի մոտ պլյուս է գնացել, B-ի մոտ մինուս է գնացել։ Սա կարճ նշանակումներ են անում, այս սաղ նշանակումներն ասած գրատախտակին գրում, թե ինչ հնարավոր ձևեր կարա լինի ելքերի։ Այսի մեր էլեկտրոններն է։ Ստեղ շատ չխորանանք։ Վերքնան։ Ուստեղ վերքնանք։ Լավ չեմ հիշում ինչա կատարվում, բայց կարճ ասած այն փաստը, որ իրանք նախորոք իրանց մեջ ինֆորմացիա ունեն, թե որ ուղղությամբ են գնալու, այս ելքերը sense կարող ենք նշանակենք, ուստես բանաձևից ավելի հեշտ կլինի։ Ինչա, բանաձևա գրում, ասում է, ինչքան է հավանականությունը, որ սա կլինի A, այս սարքը կլինի A ուղղությամբ կնայի, ու իր մեջով անցնողը կգնա պլյուս, այս A+-ն է, էլի։ Այս A+-ն է։ Ինչքան է հավանականությունը, որ սա A կլինի ու կգնա պլյուս, այս կողմի էլեկտրոնը, ու ինչքան է հավանականությունը, որ սա B ուղղությամբ կնայի ու էլի կգնա պլյուս։ Հավանականությունը հաշվելը հեշտ է սրա իրականում, բանաձևորեն, էլի։
պետք է ասես, օքեյ, ինչքան է հավանականությունը, որ սա A-ի ուղղությամբ կդնենք, սա B, բնականաբար 1/9, որտեղ 9 տարբեր ձև կա, սա այդ 9-ից 1-ն է, հետո 1/9 է B-AB։ Ու երկու դեպք կա, երբ որ A+ B+ կարա լինի, այդ n դեպքն է, երբ որ an+ է, որտեղ ուզում ենք an+ լինի, ասես A ուղղությամբ ինքը պլյուս գնա, ու B ուղղությամբ երբ որ ուզում ենք սա պլյուս գնա, այդ նշանակում որ այս հակառակ ուղղության վրա ինքը պետք է մինուս գնա, որտեղ կանոնը մենք գիտենք ֆիզիկայից, որ եթե սա պլյուս է գնացել, սա մինուս պետք է գնա։ Դրա համար ստե B- են գրում, C-ն էլ դե համ պլյուս կարող լինի, համ մինուս։ Դրա համար երկու հավանականություն է ստե տարբերվում։ Ոնց որ գիտենք, որ an+ պետք է լինի, B- լինի, երկու դեպքում էլ տենց է, C-ն համ պլյուս կարա լինի, համ մինուս կարա լինի։ Ու կարճ ասած, այս հավանականությունը ասենց գրում են, ինչ որ ոնց ասեցի 1/9 է, ստե դրանք բացում են, հավանականությունների տեսքով գրում են եւ այլն, ասենց բարդ բանաձևեր են ստանում։ Այսինքն բարդ չի, որ ժամանակ կլներ կարանք խորնայինք, հասկանայինք, բարդ բաներ է գրած։ Կարճ ասած, ստանում են այսպես մի հատ բանաձև ամենավերջում։ Այս մի հատ բանաձևը ինչ է ասում։ Ասում է եկեք էքսպերիմենտներ անենք, տենանք ինչքան է հավանականություն, որ A+ B+ կլինի, B- C- կլինի, A+ C+ կլինի, ասում է տենանք, էսի փոքր է սրանից, թե փոքր չի։ Եթե փոքր է, ուրեմն այս Էյնշտեյնի ասածն է ճիշտ։ Ոնց որ սա փոքր է լինում n դեպքում, երբ որ իրականում այդ էլեկտրոնները նախորոք որոշել էին ով է վերև գնալու, ով ներքև։ Այդ փաստից, որ իրանք նախորոք գիտեին, այս հավասարումը փոխվում է, էլի, անհավասարումը ավելի ճիշտ։ Եթե sense չի, ապա չկա նախորոք որոշված ու տեղում պատահական որոշվում է։ Դա հասկանալի է ինչ ա եղել։ Հետո ասեմ ինչ ա եղել հետո։ Այս նույնի քվանտային տարբերակներ կա, որ ասում են ինչ պետք է լինի, որ քվանտայինը ճիշտ լինի, բայց դաժե մենակ այս մի դեպքը ցույց տալով որ սխալ է, ցույց տալով որ այս հավասարումը ճիշտ չի, անհավասարումը ճիշտ չի, դու ապացուցում ես, էլի, որ այդ գաղտնի փոփոխականներ չկան նախորոք որոշված։ Բայց ես ասեմ, այս ինչով է սա դժվար։ Այս Նոբելյան մրցանակը ոնց որ դրա համար է եկել, որ այս մարդիկ բանջվել են։ Այս ամեն ինչը տեսական էր, տեսական շատ հեշտ է այս ամեն ինչը ասել։ Շատ դժվար է այս ամեն ինչը սարքել, փորձարկել, ֆոտոններ առանձնացնել եւ այլն։ Ու այս էքսպերիմենտները սկսվել է 1972 թվականներից։ Ու սենց 3 հատ էքսպերիմենտ ա եղել գլխավոր։ Այս 1970-ականներին են արել, սա 1980-ականներին են արել, սա ինչքան գիտեմ 2000-ականներին են արել։ Ու այս վերջինն ա եղել, որ այտենց վերջնականապես ցույց է տվել, որ այդ անհավասարումը սխալ է։ Ու ինչն է տարբերությունը այս 3-ի։ Այս 3-ում ամեն ինչ առաջինում ամեն ինչ པարզ էր, դե այս մեջտեղում ինչ որ ատոմը, որ իրար հետ կապված խճճված երկու հատ քվանտ է, էլեկտրոն այս կողմ են կողմ կրակում, ուստե մեկը այդպես ցույց ենք տվել վերև ուղված սարքն է, սա մի քիչ այս կողմ ուղված սարքն է, ու դնում չափում ենք, ու այդ անհավասարումը գրում ենք թվերով արդեն, որտեղ ունենք ինչ է ինչքան հավանական, դեռ կարող ենք չափենք։ Եթե 10 անգամ ընկավ վերև, 5 անգամ ընկավ ներքև, գիտենք, էլի հավանականություն, որ 10-15-րդ է վերև բարձրանալու հավանականությունը։ Կարճ ասած, այդ հավանականությունները կարանք հաշվենք։ Թե միլիոնավոր sense էլեկտրոններ կրակենք ու տենց հաշվենք քանակը, որից ինչքան ընկա։ Բայց սրա վատ կողմը այն է, որ ասում են, լսի, դու նախորոք որոշել ես այս վերևը առնելու, էսի այս կողմ առնելու ու այդ գաղտնի փոփոխականները ինչ որ ձև կարան դրա մասին իմանան ու իրանց տենց պահեն։ Նենց որ մենք սա ապացույց չենք համարում, սա ուժեղ ապացույց չի, պետք է նախորոք որոշված չլինի այս սարքերը որտեղ են նայել, որտեղ են տեսականում որ նայեցինք, ասած պետք է այս ABC ուղղությունները որ կար sense 3 հատ, ասած այդ ուղղությունները պետք է պատահական ամեն բանանելուց, էլեկտրոնը կրակելուց որոշենք։ Դրա համար արել են այս երկրորդ էքսպերիմենտը, որտեղ ասում են, օքեյ, ամեն կողմում դնում ենք այդ մի հատ ուղիղ մի հատ թեքը, ու ստե մի հատ սարք ենք դնում, որը պատահական որոշում է, ֆիլտր է, որոշում է այս էլեկտրոնը գնալու է սրա մեջ մտնի, թե սրա մեջ մտնի։ Ու ոնց որ դրանով ապահովում են, որ նախորոք այս էլեկտրոնները չեն կարող իմանան ինչ սարքը որ ուղղությամբ է դրած, որ իրենց սպինը որոշի։
բայց էս էլ չէր բավարարում, խի չէր բավարարում, որովհետև ասում է դե էսի որ ասում եք պատահական է, այդքան էլ պատահական չի էլի, ոնց որ լավ պատահականություն այս սարքի մեջ, այս ֆիլտրի մեջ չկա էլի, որտեղ այս ամեն դեպքում այս գաղտնի փոփոխականները կարան իմանան ինչ որ ձև սա որ ուղղությամբ բանտրել, որտեղ մաքուր պատահականություն չի ստե։ Ու դրա համար ասացին էս այդքան էլ լավ չի, սա էլ ապացույց չի։ Ու վերջապես էս 2000-ականներին ինչ որ լիքը փոփոխություններ արեցին, լիքը բաներ փոխեցին, ոնց տենում եք ստե ատոմա նկարած, իսկ ստե ադամանտ, որը տենց ավելի արագ է իրար հետ խճճված քվանտներ բաց թողում ու հիմնական գլխավոր բանը այն է, որ այս սարքը, որը որոշելու է այս ուղղությամբ ուղարկի ֆոտոնին թե այս ուղղությամբ, իր ուղղությունը որոշվում է ուրիշ գալակտիկաներից եկող ինֆորմացիայի հիման վրա։ Այսինքն մենք գիտենք, որ ինֆորմացիա ենք ստանում հեռու գալակտիկաներից եկող ինչ-որ բանի, որը գալիս է, չի կարա ճանապարհին փոխվի, երբ որ այդ ինֆորմացիան ստեղծվել է, մենք ոնց որ այս գալակտիկայի այն էլեկտրոնը, որը ինֆորմացիան ուղարկում է մեզ, ոչ մի կապ չունի ստեղի էլեկտրոնի հետ։ Իրանք կյանքում տիեզերքի գոյության ընթացքում չեն հանդիպել իրար, որ մեկ էլ իրար հետ ինֆորմացիա փոխանցեն, նախորդ ինչ-որ բան որոշեն, sense ասած։ Ու դրա համար այս գալակտիկայից եկող ինչ որ ազդանշանների հիման վրա լրիվ պատահականությամբ, այսինքն արդեն, որը կապ չունի այս մեր էլեկտրոնների հետ, որոշվում է այս վերևա գնալու թե ներքևա գնալու։ Ու այս էքսպերիմենտն էլ ցույց տվեց, որ այդ անհավասարումը, որը չասեցի Bell-ի անհավասարումը կոչվում, Bell-ը գիտնական է, որը 1965 թվականին է ոնց որ այդ անհավասարումը հորինել, որ գրել էինք, ու այդ անհավասարումը տենց չեն կարող էքսպերիմենտալ ցույց տան, հիմա ճիշտ է թե սխալ, ոնց ասացի 1970-ականներին էս արեցին, բայց էս էլ ցույց տվեց, որ Bell-ի անհավասարումը սխալ է ու պատահականություն կա, բայց ոնց որ լրիվ ապացույց չէր, սա էլ 80-ականներին ցույց տվեց, որ քվանտային է ոչ թե նախորոշված, կանխորոշված, բայց էլի համաձայն չէին, բայց այդ բոլորը համաձայն են, ամեն ինչ լավ է ու վերջնականապես որոշեցին, որ հա, այս քվանտները իրար չակերտավոր ինֆորմացիա են փոխանցում միլիարդավոր կիլոմետրերի վրա լույսի արագությունից առաջ, բայց դա բացատրությունը այն է, որ իրականում չի խախտվում տիեզերքի կանոնը, որ չկա լույսից արագ փոխանցող ինֆորմացիայի ձև, որովհետև նախ ինֆորմացիա ապացուցված է, որ չես կարող փոխանցես այս միջոցով։ Պատկերացրեք, ինչ ենք ուզում սրանով անենք։ Ես ոնց ասեցինք, մի հատ էլեկտրոն են վեկալում, մի հատ էլեկտրոն էլ ալմորակայիններն են վերցնում ու փորձում են իրար ինֆորմացիա փոխանցել լույսի արագությունից արագ։ Ինչ պետք է անեմ։ Ինչ որ ձև պետք է կոդավորեմ ինֆորմացիան 0-1-երով, ասենք կամ վերև-ներքևով։ Կոմպի մեջ ոնց է 0-1-երով կոդավորում, նույնիսկ վերև-ներքևով ես կոդավորում ինֆորմացիա։ Ու երբ որ ուզում ես ալմորակայիններին ուղարկես, ասես վերև ինֆորմացիան, դու քո մոտ էլեկտրոնը սարքում ես ներքև ու այնտեղ ինքը կարդում է, տենում է, որ վերև ես դու իրան ուղարկե։ Որտեղ եթե դու ներքև ես այդ էլեկտրոնի սարքես սպինը, այդ իր հետ խճճված քվանտի սպինը վերև է լինելու։ Բայց ոնց որ դա անհնար է, որովհետև ոնց ասեցինք, սպինը դու չես որոշում ինչ լինի, պատահական է ընտրում, ու դու չես կարա փոխես սպինը, ասես այս ներքև սարքեմ, ընդ վերև կդառնա սպինը, այդ չի ստացվում ու լիքը այլ պատճառներ կա, բայց տեսականորեն հստակ էլի ապացուցված է, որ անհնար է ինֆորմացիա փոխանցել իրար այս
մեթոդով ժողովուրդ Հա, ինտերնետը գնաց, բայց ոնց որ եկավ էլի։ Որտեղից էր կորել։ Չեք հիշում, որ մասից է ստոպ տվել խոսելը։ Ասում էի ինֆորմացիան փոխանցելու մասին, չէ՞ ոնց որ։ Մացանք փոխանցում եւ երկնեք էկրանը շերում։ Լավ, կարճ ասած, մեզ մնաց մի քանի րոպե։ Ինչ էի ասում։ Այս ոնց որ ցույց տվեց, որ այդ ինֆորմացիան իրականում ինֆորմացիա չի, տվապացուցված է, որ ինֆորմացիա չես կարող փոխանցես այս միջոցով, բայց այն տարբերակով է հնարավոր, որ երբ որ դուք ասենք հեռախոսով մյուս այդ գիտնականի հետ խոսում եք, ամեն մեկից մոտ ձեր չափելու սարքն է, ու դուք կարաք բան անեք, ինչ որ սարքի փոփոխություններ անեք, սպինը փոփոխեք ինչ որ ձև, ընդեղ էլ ինչ որ բան փոփոխվի, բայց այդ ինֆորմացիան մենակ կարելի է ոնց որ հասկանալ այն պարագայում, երբ որ դուք ոչ քվանտային կապ ունեք իրար հետ, ասենք հեռախոսով խոսում եք ու դիրան ասում ես, էլի, որ սենց է անում եւ այլն։ Կարճ ասած իմաստը կորում է այդ ամեն ինչը, որտեղ այն այդ հեռախոսով խոսում ես, ասա, էլի, ինչ ուզում ես ասես, քվանտային իմաստը որն է, բայց քվանտային իմաստը ստա այն ժամանակ առաջանում, երբ որ ուզում ես գաղտնագրես, քվանտային կրիպտոգրաֆիա կա, որ կարող են ինֆորմացիաները նենց իրար փոխանցեն, որ արանքում այդ ինֆորմացիան գողանալ չլինի, որտեղ երբ որ փորձում ես այդ ինֆորմացիան կարդալ, այդ ինֆորմացիան փոխվում է, ոնց ասեցին, քվանտայինի հետ է լավ էլի, որ փորձում ես իր սպինը կարդաս, ասենք օրինակ էլեկտրոնի սպինը փոխվում է, այտենց հետաքրքիր բաներ են սարքում, ու քվանտային համակարգիչներն էլ են մտքի վրա է, որ պատմում է սուպերպոզիցիայից ու շատ էլի կոպիտ օրինակ բերեմ, օրինակ քվանտային համակարգչով ինչ կարելի է անել, այդ լաբիրինթոսի խնդիր պետք է լուծես, լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը պետք է գտնես, ու քո, ասենք, էլեկտրոններով ինչ որ հաշվարկներ ես անում, այդ էլեկտրոններն էլ են բան ասում, հավանաբար էլեկտրոն չի, դա։ Այդ էլեկտրոնը օրինակ ճանապարհ կա աճ գնալու, ձախ գնալու, այդ ծրագրի մեջ էլի, ու այդ քվանտային սուպերպոզիցիայի շնորհիվ դու կարաս համ աճ գնաս, համ ձախ։ Սովորական համակարգչում չես կարող ոնց որ այնտեղ 0-1 էր, ու դու պետք է գրես այդ ոնց որ ալգորիթմը էլի, աճ ես գնում, թե ձախ ես գնում, որ ինչ լինի, սուպերպոզիցիայի դեպքում կարաս միաժամանակ համ աճ գնաս, համ ձախ գնաս, նույն այդ բիթով սենդ ասած, ու բոլոր ճանապարհներով դու միաժամանակ կարաս գնաս, հետո եթե դրանից հետո էլի երկու ճանապարհ բացվում, էլի երկուսով կարաս գնաս միաժամանակ։ Այդ քվանտային համակարգիչների ուժը դրա մեջ է, էլի, որ մի քանի դիրքում կարա մի բանը լինի։ Դու կարաս ոնց որ անվերջ դիրքերում միաժամանակ լինես։ Ես լավ չեմ հասկանում քվանտային համակարգիչներից դեռ, բայց հիմնական միտքը է դա։
Բայց դա դժվարությունը հասկանում եք էլի։ Քվանտները կառավարելը ինչքան բարդ գործ է։ Հանկարծ ինչ որ որտեղ այս այդ մյուս նկարը դրա մասին է։ Կուրա։ Սենց երևույթ կա, որ էլի շատ տարօրինակ ասում է ունես երկու հատ քվանտ իր այդ խճճված, ստեղից դուրս եկով, մեկը S կոմա գնում, մեկը S կոմա գալի, ստեղ էլ երկու հատ քվանտ ունես իր այդ խճճված, մեկը S կոմա գալի, մեկը S կոմա գալի։ Այս սրանք գալիս են մի հատ կետում, մի հատ սարքի մեջ հանդիպում են իրար, որտեղ դու իրար հետ ես խճճում։ Երկուսը 3-ի հետ է խճճվում, ոնց որ կարող ես տենց անես, ու արդյունքում ինչ է լինում, ինչ որ հրաշքով այս 1-ն ու 4-ը իրար հետ են խճճվում։ Խճճված քվանտներ են դառնում այս 1 ու 4-ը։ Երբ որ սրա բինը չափես վերև լինի, սրանը գիտես որ ներքև է լինելու։ Ինչքան հեռավորության վրա սրանք ուզում են իրարից լինեն։ Շուտ զույգերով փոփոխվում են, էլի, ասենք այս մյուս գալակտիկա, այս մյուս, դու ստե իրար հետ խճճում ես իրան զույգերին, իրանք են իրար հետ խճճված դառնում։ Շուտ sense ֆանտաստիկ բաներ կա, որը էլի ինչ որ տեղը փորձում են կիրառել, բայց հիմնականում շատ բարդ է ու որոշ բաներ անհնար։ Կլոնավորման եղանակներ կա քվանտային, որը կլոնավորում չի կոչվում, որովհետև իրականը վերանում է, այն իմաստով, որ ասում է, եթե դու ունես ասենք A ու B քվանտներ, ասենք ենթադրենք, այստեղ A քվանտ տա, այստեղ B քվանտ տա, դու բերում ինչ որ ձև մի հատ C քվանտ ունես, այս C քվանտը ինչ որ բան ես կարող անես B քվանտի հետ, ու նենց է ստացվում, որ դրա արդյունքում այս A քվանտը, որը B-ի հետ խճճված էր, նույն քվանտն է դառնում, ինչ որ այս C քվանտն է։ C քվանտի հատկությունները ստանում է այս հեռու գտնվող քվանտը, որը S1-ի հետ է խճճված։ Էսի ում հետ ստե խճճված է, դու սրա հետ ինչ որ բան ես անում ուրիշ քվանտով, ու սրա բանը սրա միջոցով այս մյուս քվանտն է սրա հատկությունները ստանում։ Բայց դա երկու կետ է կարևոր, որ նախ դու այս C քվանտի հատկությունները չգիտես, դու պետք է իրան չափես, որ ստանաս, երբ որ չափես, դա արդեն խնդիրներ առաջանում, պետք է այս ոնց որ սրա հետ փոխադրելուց չափվի ինքը ինչա ու դառնա այս գնա այս մյուսի մոտ։ Մյուս խնդիրն էլ է նախի կլոնավորում չեն անվանում սրան, որովհետև կլոնավորումը այն է, երբ որ դու երկու օբյեկտ ես ստանում նույնական, բայց դա խնդիրը այն է, որ երբ որ այս C քվանտին через A քվանտ ուղարկում ես B, որ ինքը B դառնա, այս C քվանտը իրականում բան է, իր հատկությունները փոխվում է, կորում է, այսինքն էլ ինքը այս նույնը չի։ Ստե ինքը հայտնվեց իր հատկություններով քվանտ, բայց ինքը էլ ստե այդ նույնը չի, հետևաբար կլոնավորում չեն անվանում, էլի։ Ոնց որ իրականը պետքա ոչնչացնես, որ ուրիշտեղ իրանից ստանաս, էլի, չես կարող երկու հատ նույնից ստանաս, որին կլոնավորում են անվանում։ Դա էլ տենց։ Ինչ որ շատ դժվար նոբինար ստացվեց այսօր, համ իմ համար, համ ձեր։ Բայց ինձ թվում է որոշ բաներ հասկանալի էր։ Կարճ ասած, ապացուցեցինք, որ կա պատահականություն, որը մեկայում ուղեղում չի տեղավորում, ոնց կարելի է պատահականություն։ Հա, վերջին բանը մոռացա ասեմ, որ ամբողջ բանը սրային է գալի, որ իրականում այդ երկու քվանտները խճճված ինչ որ ձև կապված են իրար հետ, ալիքային, չգիտեմ, ինչից կազմված է մեր տեզերքը։ Այդ ամեն ինչով կապված են իրար հետ, որը հեռավորության հետ կապ չունի, որ անգլերեն ասում են non-locality, լոկալը այդ լոկալությունն է, ոնց որ լոկալ չի մեր տեզերքը։ Դետերմինիզմը ասում է լոկալ է, բալոս լոկալ չի։ Հեռավորությունից զատ ուրիշ բաներ էլ կա։ Ու այդ ինչից կազմված է մեր տեզերքը, իր համար այդ հեռավորությունը կապ չունի։ Ու լիքը գրքերում նկարագրում է, որ ընդհանրապես ամբողջ տեզերքն է մի հատ ալիք ճակերտավոր ու այդ ալիքն է փոփոխվում։ Դրա համար է որ երկու քվանտներ կարող են իր այդ խճճված լինեն, որովհետև մի ալիքի մասն են իրանք, ոնց որ մի մարմին լինեն, անկախ իրարից հեռավորության, իրանք մի մարմին են։ Ու իրականում այս ամեն ինչը շատ տրամաբանական է։ Սա տեզերքի այդ պահպանման օրենքներից է, օրինակ էներգիայի պահպանման օրենք որ կա, ասում է էներգիան չի ծնվում կամ վերանում, փոխվում է տարբեր ձևերի։ Նույնիսկ կա իմպուլսի պահպանման օրենքը, որ երկու իմպուլսով մարմին գալ իրար խփում հեռանում են, իմպուլսը նույնն է մնում։
Նույնիսկ այս spin-ի դեպքում է, երբ որ ինչ որ մասնիկ ունես, որի spin-ը 0 է, ու իրանից 2 հատ ասենք ֆոտոն է առաջանում, spin-ը որոնց պետք է լինի կամ վերև կամ ներքև, իրանց հանրագումարը պետք է 0 լինի, որովհետև իրանք ամենասկզբում մի մասնիկից են տվել, որը 0 է, սկզբում իրանց մոտ 0 է spin-ը։ Հետևաբար չի կարող այնպես լինի, որ երկուսին էլ վերև spin-ը լինի, ոնց որ ֆիզիկայի կանոնները դա խախտում է։ Իրանց գումարային spin-ը պետք է 0 լինի։ Հետևաբար այդ ֆիզիկայի օրենքների համաձայն ինչ որ ձև, եթե սա դառավ վերև, նա ներքև է, ուրիշ ձև չկա։ Այդ է էությունը դեզերքից ասած ֆիզիկայի կանոնների։ Okay։ Ես այդքանն եմ։ Համերի։ Ես իրականում բավականաչափ փոշմանում եմ, որ դպրոցում ֆիզիկա լավ չեմ ուսումնասիրել, որովհետև ես գիտակցում եմ այս ամենի շատ հետաքրքիրն է, բայց ես վստահ եմ, որ ես ինչքան եմ խորանում, մեկը տեղ կա, որ ես չեմ սովորել, ու ինձ դժվար է այս ամենը հասկանալը, որովհետև իմ փիլիսոփայության հակված ուղեղը այսքանը չի կարող ընդունի ու գիտակցի, որ սա իրոք ճշմարտություն է, որովհետև ես շատ եմ իրան սիրունացնում, ռոմանտիզացնում, բայց շատ հավես էր, իրոք հետաքրքիր է, որովհետև գրքերում, երբ որ կարդում ես անտիուտոպիա, այնտեղ էլ ասեն շատ ֆիզիկայի թեմաներ առնչվում, որոնց ես մեկը չեմ հասկանում, ինչքան ուսումնասիրում եմ, որովհետև նախնական գիտելիքներ շատ չունեմ, արժի հաստատնել ու սկզբնական ուսումնասիրել, տեսել հենց դրա սկիզբը կարա լինի, որովհետև շատ հետաքրքիր ու շատ կուզեմ sense լավ հասկանամ։ Իհարկե այս անգամ հենց մի քիչ պատկերացում գնաց, բայց այն որ բան չէր։ Գիտակցված չէր, էլի թե սա կոնկրետ շատ ինչ է, իրենց ներկայացնում։ Ես ծանոթ եմ ես երևույթին, բայց ոչ այնքան ինչքան ասած խորհրդեմ։ Էլի շատ լավն էր, շատ հետաքրքիր էր։ Մերսի ներկայացնելու համար։ Այսքանը։ Ձեզ մերսի, որ այսքան մնացիք։ Այս ամենը դժվար է, ու ոնց որ Ֆեյմանն ասա այդ քվանտային ֆիզիկայի հայրերից մեկը, ասում է, եթե դու մտածում ես քվանտային ֆիզիկա հասկանում ես, ուրեմն դու ոչ մի բան չես հասկանում։ Ու իրականում բարդ է, համ թեման է բարդ, որովհետև դա մենք առանց բանաձևերի նայեցինք այս ամենը, բանաձևերով պատկերացրեք ինչքան բարդ է։ Ու նաև զուտ մարդու ուղեղի ընկալման համար նենց բաներ է, որ սովոր չի մարդու ուղեղը, էլի, ասում պատահականության անհնար է, իմ այս ինչքան ուզեմ, ինչքան էլ խորանամ, իմ ուղեղի համար անընկալելի է պատահական երևույթը։ Չի կարող ինչ-որ բան պատճառ չունենա։ Կարաս պատճառ չունենա ինչ-որ բան։ Տեսականորեն անհնար է իմ ուղեղի համար այդ պատկերացնելը։ Բայց էդ է հիմա։ Բայց հա, ֆիզիկան հետաքրքիր թեմա է, երբ որ սիրում ես խորանալ, ուսումնասիրել, հասկանալ ինչ է կատարվում։ Տենց ուրիշ մտքեր։ Ուրիշ մտքեր չկան։ Լավ, մեր հաջորդ նոբինարները լինելու են էլի տարբեր թեմաներով, քիմիա ալնելու, հետո տնտեսագիտություն, հետո բժշկություն, հետո գրականություն, հետո էլի վերադառնալու ենք ֆիզիկային ինչ որ մի ամիս հետո երևի, բայց այսպես մի քանի նոբինար որ լինի այս նույն թեմաներով ֆիզիկայի, արդեն շատ բան հասկանալի կլինի, օրինակ այդ սև խորոշների նոբինարից արդեն ինչ որ բաներ հարաբերականության տեսությունը մի քիչ բան ծանոթ էր, գրավիտացիան ծանոթ էր եւ այլն։ Ուսենց համ ես, համ դուք քիչ-քիչ գնալով կհասկանանք։ Ու էլի դժվար թեմաներ է, ֆիզիկան ամենադժվարն է իմ համար այս նոբինարներից, բայց կփորձենք շարունակել, կիսա չթողել։ Այդտենց, մերսի ձեզ շատ, ձեզ լավ օրվա շարունակություն, կհանդիպենք մյուս շաբաթ։ Շնորհակալություն։